Նիկի Ղարամանյան, ընտրություններից առաջ բարբերաբար ձեր կուսակցությունից հետաքրքրվում էին պլան B-ի մասին։ Այսօր էլ այդ հարցը արդիական է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ի վերջո, ինչ քննարկումներ են նաև գործընկերների հետ, որոշումներ արդեն ուղղակցվել են թե ոչ եւ հանրային գեներացիան, փողոցի գեներացիան այս պահին դիտարկում է որպես գործիքակազմ։ Նախ ուզում եմ երկու հանգամանք կարևորել, հարգելի գործընկերներ, այս պահին ընթանում է իրավական գործընթացը, դուք գիտեք, որ հենց այս պահին քննարկվում է համապատասխան դիմումը, մեր ուժը պահանջում է ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, մենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, բոլոր ընթացակարգերը պահպանելով առաջնորդվելու ենք, բայց ուզում եմ եւս մի քանի հանգամանք շեշտադրել։ Մինչև ընտրությունները եւ ընտրությունների ամբողջ շրջանում, այսինքն ամբողջ նախընտրական շրջանում եւ բուն ընտրական գործընթացի շրջանում մենք ականատես ենք եղել տոտալ հետապնդումների, քրեական գործիքակազմի հրահանգավորված եւ տոտալ կիրառմամբ, ուղղորդված կիրառմամբ կոնկրետ ուժեղ Հայաստան դաշինքի նկատմամբ։ Դուք գիտեք, որ մինչև այժմ մեր առաջնորդը գտնվում է ապօրինի տնային կալանքի պայմաններում։ Դուք գիտեք, որ մեր հարյուրավոր համակիրներ, կուսակից ընկերներ հետապնդումների են ենթարկվում, նրանց մի մասը անազատության մեջ է։ Այս ամենի նպատակն էր հանրության շրջանում ստեղծել վախի մթնոլորտ եւ դուք նաև գիտեք, որ ընտրական բուն գործընթացը անցել է լայնամասշտաբ, համակարգված եւ համակարգային խախտումներով։ Ընտրակեղծիքների մասին այդ օրը ահազանգեր ստացել ենք հանրապետության բոլոր մարզերից, շրջաններից, քաղաքներից։ Դուք ուղիղ եթերում տեսել եք, թե ինչ է տեղի ունեցել քվեարկության ավարտից հետո մի քանի տեղամասերում։ Դուք հիմա տեսնում եք, թե իշխանությունը ինչ է փորձում անել եւ փորձում է փաստորեն դուրս թողնել ընդդիմադիր ուժերից մեկին։ Այս ամենը մենք գնահատում ենք որպես համակարգված, ուղղորդված քաղաքականություն, ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումները, ինչպես գիտեք, շարունակվում են, քաղաքական գործընթացը սպոնտան ոտքի վրա կայացվելիք որոշումներով չպետք է լինի, պետք է լինի կշռադատված, բոլոր ռիսկերը գնահատված, եւ մենք այն ուժն ենք, որը պատասխանատու քաղաքական ուժ է, որը տեր է կանգնելու իրեն վստահած քաղաքացիների քվեներին եւ մենք մեր որոշումները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կայացնելու ենք որպես պատասխանատու եւ հաշվետու քաղաքական ուժ։ Ուստի երբ կլինեն հստակեցումներ, դուք պատշաճ կիմանաք հիմա process է, որին սպասում ենք եւ առայժմ կարող եմ նշել միայն այսքանը։ Շնորհակալ եմ։